Բարևներ, այսօր մի հատ մինի պրոյեկտ կանենք, որ վարժվենք մի քիչ տենց թեթև գրադարանների, ցիկլերի, ֆունկցիաների հետ աշխատել։ Պուճուրդ պրոյեկտ կլինի, բայց ոնց որ թե հավեսնա, մինչև տենց հենց բուն Python-ի կոդին անցնելու, բայց մի թեթև մաթեմ պետք է անենք, որ համ ներկայացնեմ ինչա, համ էլ հասկանանք թե տակից ոնց է աշխատում, գոնե մի քիչ։ Խնդիրը հետևյալն է։ Ուզելու ենք մոտարկել այս մեր P թիվը, այս 3, 1, 4, 1, տտտտտտտտտտտտտ։ Հիմա, ոնց կարանք անենք դա։ P-ն ընդհանրապես տենց լիքը դեպքերում շրջանագծերի հետ ակապված, եկեք մի հատիկ շրջանագիծ դնենք քառակուսու մեջ, թող ցուկ ասենք այսքանի շարավիղը 1 լինի, այս քառակուսին այսքան կողմը 2-ա իրա ու իրա մեջ ներգծված է սենց շրջանագիծ։ Հիմա, ինչ ենք անելու, վերցնելու ենք սենց պատահական կետեր գեներացնենք ու նայենք իրանք ընկան այս քառակուսու մեջ պատահական կետեր գեներացնենք ու նայենք, տեսնենք իրանք ընկան այս մեր քառակուսու մեջ, թե չէ։ Ասենք սենց գեներացինք սրանք չընկան մեջը, այս մեկը սրանք ընկան, տտտտտտտ։ Ու հիմա ժողովուրդ, եթե սենց մի հատ միկրոխնդիր նայենք դրանից առաջ, պատկերացնենք ունենք սենց մի հատ քառակուսի, կողքը մի հատ նույն չափի քառակուսի, որ ասեմ ինչքան է հավանականությունը, որ պատահական կետ վերցնեմ կընկնի այս քառակուսու մեջ, կասեք դե 1/2, չէ՞, որտեվ ոնց որ սա սրանից 2 անգամ փոքր է։ Այս կոչվում է տենց երկրաչափական հավանականության մեթոդ։ Կարակ իրանով որոշ խնդիրների լուծումներ էլի հայերենով մեկնաբանություններում, նկարագրությունում գտնեք, եթե կուզեք։ Ոստեղ կվարվենք նույն կտրվածքով, որ կարանք հաշվենք հավանականությունը, որ ինչ-որ բան կընկնի, ինչ պատահական կետը կընկնի այս շրջանագծի մեջ, նայելով մակերեսների հարաբերությունը այս շրջանի ու այս մեծ մեր իրան գրկող քառակուսու։ Ոնց որ հենց ամբողջ տարածք չունենք, մակերես չի լինի, այդ բայց կարանք մոտարկենք որպես շրջանի մեջ եղած կետերի քանակ բաժանած բոլոր կետերի քանակով։ Ու եթե սա հաշվենք, այս շրջանի մակերեսը ունենք սա 1 PR քառակուսի, այսինքն ստեղ լինելու է ուղղակի P, R-ը մեր մոտ 1 է։ Այս մեր քառակուսու մակերեսն էլ ինքը լինելու է այսքանը 2-ա, 2-ա, 2 անգամ 2, 4։ Այսքան այս մակերեսների հարաբերությունը, այսքան շրջանի մեջ եղած կետերի քանակ բաժանած բանի մեջ ընդհանուր այս բոլոր կետերի քանակին, ինքը պետք է մոտավոր, առնվազն եթե տենց կետերը շատանան, գա դեպի այս մակերեսների հարաբերությունը, այսքան P-ն բաժանած ստեղ 4-ի։ Ու հիմա եթե այս երկու մասը բազմապատկենք 4-ով, կստացվի, որ 4 անգամ այս թիվը պետք է մոտավորապես P-ն լինի։ Հիմա եթե այս պրոցեսով անցնենք, եկեք Python-ով փորձենք սա գրել ու տեսնենք ինչքան ենք կարող մոտարկենք։ Չենք օգտվելու ինչ-որ դրսի գրադարաններից, օգտվելու ենք հենց բուն Python-ի մեջ եղած ներկառուցված գրադարաններից, ինչը կբերի նրան, որ շատ ավելի դանդաղ կաշխատի ծրագիրը, քան օրինակ եթե NumPy կամ JAX եթե օգտագործվեր, բայց դե ոնց որ պատահական բաներ պետք է անենք, եկեք ուրեմն մի հատ ռանդոմը ներմուծենք։ Ու հիմա կարանք պատկերացնենք, որ սա մեր մոտ այս սկզբնակետն է, ու սենց -1-ից 1 կետ են գեներացնում x առանցքի համար, մի հատ էլ -1-ից 1 y-ի համար։ Ու մեկ էլ եկեք մի հատ ֆունկցիա սարքենք, որ ընդհանրապես այս սաղ գործը կանի, անուն դնենք մոտարկիր P-ն, approximate pi, ու հիմա եկեք իրան որպես արգումենտ տանք, թե քանի կետ է ինքը սարքելու, ասենք օրինակ numPoints, ու թող default արժեք իրան լինի, ասենք 1000 կետ, ստեղ իմիջայից այս տակի գծիկը որ դնում ենք, Python-ը այնտեղ չի դնում, բայց մեզ ավելի ինտերնելի է դառնում։
Հիմա ինչ պետք է անենք, հիմա պետք է 1000 անգամ կետ գեներացնեինք, այսինքն այստեղ կարանք ասենք for տակի գծիկ in range 1000 ներողություն num.points տակի գծիկ, որովհետև դժվար մեզ պետք լինի որերորդ կետն է դա։ Հիմա վերցնելու ենք այս x կետը, որպես կարանք ասենք այստեղ random կետ uniform, ինքը ինչ-որ միջակայքից պատահական թիվ է մեզ տալու ու -1-ից 1 ու y-ը ասենք նույնպես random կետ uniform -1-ից 1 Հիմա կասենք, որ այս կետը շրջանագծի մեջ է, եթե իր կենտրոնից հեռավորությունը, որ այստեղ սաղ շարավղերը 1 են։ Եթե այդ կենտրոնից հեռավորությունը 1-ից փոքր եղավ, ուրեմն շրջանի մեջ է։ Հեռավորություն ասելս Էվկլիդյան հեռավորության մասն է խոսքը, այսինքն վերցնելու ենք x քառակուսի գումարած y քառակուսի, որ այդ ամեն ինչը արմատի տակ։ Այսինքն հաշվելու ենք, ասենք distance-ը հավասար է լինելու մեր մոտ արմատ, եկեք քառակուսի մեջ ոստենքով անենք, x-ի քառակուսի գումարած y քառակուսու արմատ։ Սա կարանք ասենք բարձրացրեցինք 0.5 աստիճան։ Հիմա եթե հեռավորությունը փոքր եղավ 1-ից, ուրեմն ինքը շրջանի մեջ է եղել։ Դա եկեք մի հատ դրսում ասենք բան num in circle շրջանի մեջ եղածներ սկզբում թող 0 լինի, ու հիմա մեկով կմեծացնենք, որովհետև կստացվի, որ ընկավ մեջը։ Կասում ենք num in circle պլյուս հավասարը 1։ Իսկ ընդհանուր կետերի քանակը մեր մոտ 1000 է լինելու։ Հիմա եթե ասենք ուղղակի կամ եկեք return անենք լավ։ Return անենք num in circle բաժանած num points ու անգամ 4, սա պետք է արդեն ոչ շատ հեռու լինի p-ից։ 1000 կետով կարա հեռու լինի, բայց հələ տեսնենք, աշխատացնենք։ 3.212 լավ է, ընտիր, եկեք հիմա 10000-ի համար աշխատացնենք 1, 2, 6, 4 Եկեք 10 լավ 10 միլիոնի համար վախում եմ, եկեք միլիոնի համար աշխատացնենք 3.143 շատ լավ է Հետարքության համար կարանք նայենք իրականում քանի տոկոսով ենք սխալվում, դրա համար եկեք իսկական արժեքը բերենք p-ի իսկական ասելս ոնց որ ինչքան տեղավորվել է այս մաթեմի գրադարանում սահմանված p-ում եթե ստեղ ասեմ print mat.p pi ինքը մոտավոր p-ն կբերի ուստեղ կարանք ասենք տպի f-string-ով pi approximation ինչ ենք այս պահին մտածում կլինի այսա եկեք սա փոփոխական սարքենք pi approx-ը հավասար է սրան օրինակ ու pi approx ու ասենք print ինչքանով է շեղված deviation-ն էլ թող լինի հիմա պետք է բռնենք իրարից հանենք այս երկու թվերը բայց ոնց որ ավելի մեծ եղավ, ավելի փոքր եղավ, երկուսն էլ վատ է, նույն սխալն է, դրա համար բացարձակ արժեք վերցնենք, ասենք pi approx հանած mat.pi ու կարանք այս սաղ պատմությունը բաժանենք mat.pi-ի, որ տոկոսը ստանանք, մի հատ կարանք 100-ով բազմապատկենք, որ սիրուն լինի, մոտավորոտ սիրուն լինի թիվը, ուստեղ կարելի է մի հատ տոկոսի նշանը դնել, թող ընդհանրապես սիրուն լինի ու մի հատ կարանք եթե հավեսներս տարես է string-երի մոտարկումից օգտվելով f-string-ից միանգամից կլորացնենք թիվը, վերջակետ կետիկ, քանի նիշ ենք ուզում ու f միլիոն կետի կարանք լավ մի հատ ստեղ կետերի քանակը տպենք եկեք մի հատ էս բանից օգտվենք f-string-երի հավեսությունից, այսինքն եթե գրում ենք, հիմա ինքը փոփոխականի անունն է տպելու, հետո հավասար ու արժեքը։ Միլիոն կետը մեզ տվեց 0.07%-ի շեղում, եկեք մի հատ փորձենք 100 կետով, 100 կետը եղածը մի բան չի, 7%-ի շեղում, էլի, ոչ չի, մի հատ էլ 5 միլիոնով փորձենք ու վերջ։
Դե, եթե ինչ-որ հարցեր լինի, կոմենտներում գրեք, ես մոռացա, այստեղ որ պետքա վերադարձնենք մեր արժեքը, return pi approx. Ու հա, ստացանք 0.05%-ից ավելի փոքր ժողում։ Ու ուրա, հաջողներ։